Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հունվարի 15-ի ասուլիսի ժամանակ խոսելով տարածաշրջանային զարգացումների, այդ թվում նաեւ թրիփի մասին, նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների եւ հարաբերությունների կարգավորման դինամիկայի մասով ասել է, որ գնահատում է Նիկոլ Փաշինյանի կառուցողական քայլերը եւ այս կառավարության կառուցողական քայլերը։ Հիմա վերադառնանք Հայաստան եւ ներհայաստանյան որոշ շրջանակների մեկնաբանություն, ինչպես նաեւ որոշ լրատվամիջոցներ, սա դիվանագիտական լեզվից թարգմանել են այս կերպ։ Հունիսին տեղի ունեցող ընտրություններում Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին եւ շանսեր է տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը կվերընտրվի։ Նախ հասկանանք, թե քամին որտեղից է փչում, պարոն Շիրինյան, ինչու դիվանագիտական լեզվից այսպիսի հստակ թարգմանություն է տեղի ունեցել, եւ նաեւ հասկանանք ինչ խնդիր են լուծում, այսինքն սա տեղավորենք էլի հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, որովհետեւ Ֆիդանը խոսում է կարծես թե շատ այլ բանի մասին։ Հիմա այստեղ խոսվում է ընտրություններում Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին։ Հստակ քամին որտեղից է փչում, քանի որ այս թեզերը մեզ շատ ծանոթ են։ Ուրեմն քամին միշտ Հայաստանի հարցով փչում է KGB-ից։ Այդ ընդհանրապես, մասնավորապես մենք պիտի սովորություն ունենանք նման տեղեկատվություններ ստուգենք։ Ֆիդանը ասել է, եթե ասել ինչպես է ասել, ինչ համատեքստում է, ինչ պարագայում է։ Առաջին մասը կարծում եմ ճիշտ է ասել։ Ճիշտ է, ինձ թվում է, որտեղ ես չեմ ստուգել։ Եվ դա տրամաբանական է, որ այս գործընթացը հարաբերությունների կանոնավորումը, թրիփի ուղի եւ նման բաներ, ինչ որ ամերիկյան նախաձեռնություն է, ըստ էության դա հայկական խաչմերուկն է։ Ալիևը եկել է հայկական խաչմերուկ։ Ուրեմն այս բոլորը կարծում եմ, որ նորմալ է, իրենց բարակայով ասած կլինի։ Ողջունում է, որովհետև պարզ է, որ իրենք ամերիկյան քաղաքական ընկալման շրջանակներում են, որպես տարածաշրջանային այն պետություն, որը կենսական հարցեր ունի, այստեղ մենք էլ ունենք եւ այլն։ Այ երկրորդ մասը դա շատ վնասակար է, եթե ասել է, որովհետև այսինքն հիմա թուրքերը ում էլ հայտարարեն, որ օժանդակում է, ասենք, այս ինչ կուսակցության, նման հայտարարություն չի եղել, պարոն Շիրինյան։ Եթե ասեցի, եթե դրա համար, դա նշանակում է գովելը վնաս է միանշանակ, դրա համար ասիկ որտեղից է քամին, ասիկ KGB-ից։ Դա նշանակում է, որ ուրեմն գիտեք, տրամաբանական հնարք կա գիտության մեջ, դուք ճշմարտ աննմանով նաղդում եք, թուրքերեն ասեցի, թվում է շատ ճիշտ է, բայց մեջ ինչ-որ էլեմենտ կա, որ ենքան էլ ճիշտ չի, դուք եթե անում եք, դիմացին դա չի նկատում և ընդունում է որպես ճշմարտություն, ես երկրորդ բանի մեջ է, կարծում եմ, որ ասած չի լինի, որովհետև եթե ուզեն էլ չեն ասի, իրենք կիմանան, Ֆիդանը հետախույզ է, չէ, թուրքական հետախուզության նախկին շեֆն է, բոլոր դեպքերում, եթե նույնիսկ կուզենա, որ Հայաստանի վարչապետը իր խմբով ընդրվի գուսակցությունով, թե չգիտեմ համախումներով, չի ասի, եթե ուզի, որովհետև չի ընտրվի, որտեղ այստեղ երկու հարց կա։ Մենք Թուրքիայի հետ հարաբերությունների կանոնավորման ենք գնում։ Այս բառը ես դիտողին խնդրում եմ անգիրանի եւ դա ասի միայն։ Կանոնավորում, այդ կանոնավորումը նշանակում է հարաբերություններ եւ այն, բայց ավելին չի։ Հիմա մենք գնում ենք այդ գործընթացին եւ թուրքերն էլ դե ուզեն չուզեն եւ գալիս են դրան։ Հետևաբար ուրեմն այս հարցի շրջանակներում այդ հարցը ովքեր են ուզում փչացնեն կանոնավորումը, պարզ է, ռևանշիստները, որոնց դուք ընդդիմություն եք անվանում, եւ ֆաշիստները Գերմանիայից։ Եվ վերջ, այսպես է հարցը։ Կարծում եմ իսկ երկրորդ մասը տրամաբանական խաղ է ընտրությունների վրա բացասական ձևով ազդելու համար, որովհետև հարաբերությունների կանոնավորումը հայ ժողովրդին չի պարտավորեցնում հիշողության կորուստ ունենալ, տառապել այդ կորստով եւ այլն, բարձր որ դրական ազդեցություն չի ունենա, չէ՞։ Ուրեմն
Էս կան, կարծում եմ երկրորդ մասը կեղծած է, առաջինը ճիշտ է։ Իդեպ որոշ քաղաքական շրջանակներ, ուժեր, անհատներ արագ վերցրեցին այս լուրը, թարգմանեցին իրենց ցանկալի ձևով, որոշակի շրջանակներ նաև իրենց լրատվական միջոցներով սկսեցին դա արտատպել եւ տարածել, եւ Նարեկ Կարապետյանը նաև անդրադարձավ, ասաց սա Ֆիդանը աջակցում է Նիկոլ Փաշինյանին, ահա պատճառը, թե ինչու չպետք է ընտրել։ Իրեն էլ Մարիա Զախարովան։ Ինձ թվում է այդ նյութը Մարիա Զախարովան է շրջանառության մեջ դրել։ Այդ Ֆիդանի։ Այնպես որ արագ վերցրին։ Այսինքն մի կենտրոնից դրվում է հիբրիդային պատերազմի մասին եք ասում, բայց սա ստեյության ավելի կոնկրետ տեղեկատվական պատերազմ է։ Հիմա այդ բառը շատ է դարձել հիբրիդ։ Կոնկրետ տեղեկատվական պրովոկացիա է։ Եթե ասում եմ ստուգվի, կարծում եմ, որ եթե այդ տեղն է ասել, հաստատ տեղեկատվական պատերազմի Նարեկ Կարապետյանը առաջիններից է անդրադարձել։ Դեմք են դարձնում, համել ինքը կարևոր բաներ է ասում, համել պրովոկացիա է անում, չէ, համել քաղաքական գործիչ է դառնում, զորով, չի դառնա բացառված է։ Այսպես էլ ուզում եմ, եւ լրատվությունը ես չեմ նայել, դա ինձ հետաքրքիր չի, եթե նայեք, կտեսնեք ում լրատվամիջոցներն են դարել։ Բայց սա շատ կարևոր է քաղաքական գործընթացը եւ ընտրական հեռանկարը Հայաստանում հասկանալու համար, որովհետեւ զիջումներ չեն լինելու։ Ընդհանրապես չեն լինի, ռևանշիստների կողմից զիջում չի լինելու։ Կոմպրոմիս չի լինելու։ Այս կողմը կարող է բան անի։ Մենք հատելու են բոլոր կարմիր գծերը։ Կարմիր գիծ, սպիտակ գիծ, ինչ ուզում է լինի, իրենց խնդիրը դրված է իշխանափոխություն եւ գնում են իշխանափոխության։ Հիմա դա կարմիր գծի մեջ է, թե սպիտակ գծի մեջ, բարձել է։ Իրենք գնալու են դրան։ Այսինքն իրենց բոլոր հույսերը կապում են հենց 26 թվականի խորհրդարանական ազատ թափանցիկ ընտրությունների հետ։ Դա բոլոր հույսերը չեմ ասում, որտեղ կարող է ենթադրենք դավադրություն անեն, մի հատ էլ ապստամբություն կազմակերպեն, դա էլ բացառված չի, մենք չպետք է բացառենք ոչինչ, բայց այս պարագայում գլխավոր հարց է օգտագործել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կարգից եւ ժողովրդավարության թուլությունից, օրենքների անկատարությունից, փնթիությունից օրենսդրության գիրառման եւ պատմականորեն դա նախատեպ ունի մոդել ունի փայլունը մի քիչ բանով 1933 թվականին Գերմանիայում Հիտլերը իշխանության եղավ նացիստներ, նացիոնալ սոցիալիստներ Վայմարյան հանրապետության ժողովրդավարական կարգերից ընտրություններով անցան եւ օգտագործեցին Վայմարյան հանրապետության դե Գերմանիան էր դեմոկրատական այդ շրջանի թուլությունից ամփոփությունից Եվ սա նույն մոդելն է, քանի որ այդ Վայմարյան հանրապետության տապալումը Հիտլերի իշխանության գալը կազմակերպել է Կրեմլը, մարդիկ կասեն ինչ կապ ունի, Հիտլերին իշխանության է բերել Ստալինը կամ Մոսկվան եւ ուրեմն նրանք այդ մոդելը շատ լավ գիտեն եւ այդ նարեկներին հաստատ կտան։ Իրենք գիտեն թե չգիտեն, կարեւոր չի այդ փորձը։ Իրենք են արել, Հիտլերին իշխանության է բերել եւ այստեղից Հիտլերներին կարող են անցկացնել։ Այնդ գերմանացիք էլ վայ անդրություն բան, հաջորդ օրը տեսան հայտնվել են ուրիշ տեղ։ Սա ես զգուշացրել եմ եւ հատուկ զգուշացնում եմ Հայաստանի իշխանություններին։ Ժողովրդավարությունը օգտագործվում է հակաժողովրդավարական նպատակով, իսկ մեր բարակայում պետության տապալման համար, որտեղ խնդիրը մնում է Հայաստանում անկախ պետականությունը տապալել, արդեն սա Մոսկվայի գծի մեջ է։ Պարոն Շիրինյան, այդ իմաստով ինչ փոփոխություններ պիտի նախաձեռնել ընտրություններից առաջ եւ օրենսդրական ինչ փոփոխություններ, որ օրենքի ուժով դուրս տրվեն այդ ուժերը, անհատները։ Ես չգիտեմ բանը մամուլի մասին մեր օրենսդրությունը ինչքան կատարելություն ունի, եթե կատարելություն ունի, ամբողջովին կիրառվի։ Մամուլը բարեվարկության հետ անպայման, չպետք է դառնա հերոսակախմբերի կազմակերպված բան։ Մամուլը պետք է իր ֆունկցիան կատարի, լինի դիմություն, ընդդիմություն, ռևանշիզմ, ինչ ուզում է լինի, որովհետև հանրային գիտակցությունը մշակվում է լրատվության միջոցով, չէ՞։ Սա պետք է կիրառվի առանց խնայելու։ Սա մեկ, երկրորդը ուրիշ բան է պետք, որը, չգիտեմ, ու ենթադրում եմ, որ իշխանությունները կմտածեն, գործող իշխանությունները
Ուրեմն պետականակիր կուսակցությունների լայն ճակատ պետք է առաջացվի։ Կան նրանք մենակ քբան չի արել հեղափոխությունը։ Իհարկե ինքն է եղել վարչապետի գլխավորության, սա առանցքային եղել, բայց հեղափոխության բոլոր աջակից քաղաքական կազմակերպությունները պետք է հնարավորություն ունենան օրենք չխախտելով խոսքը ժողովրդավար այս կոնցեպցիայի մեջ գնան ընտրություններ եւ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը չպետք է լինի երկու բևեռի անթույլադ նույնիսկ 3 չպետք է լինի այնտեղ 4-5 կուսակցություններ պիտի լինեն մեծ են փոքր են կարևոր չի կամ որովհետեւ երբեմն փոքրերը այն բուֆերի դեր են խաղում անցումներն են ապահովում եւ այստեղ ժողովրդին էլ պիտի բացադրել ինչու չեմ ասում ընդհանուր ճակատ կազմեն այլ համախումբ լինի ժողովրդավարական համախումբ որովհետեւ պարզ է որ այս պարագայում տարիների ընթացքում Փաշինյանի ընդրողից որոշակի մաս չի գնալու իր ընդրել տալու նորն է գալու կամ եւ այլն բայց ուրեմն որպես այս մասը որը միշտ հնարավոր չի պիկը պահել 100%-ով, դա հնարավոր բան չի աշխարհում, որպեսզի նա ընտրության հնարավորություն, նա չգնա ռևանշիստների կողմը կամ չնստի տանը քնի, չմասնակցի, որովհետև չմասնակցելը пассив ընտրության ձև է, չեմ մասնակցում, չեմ ուզում, չեմ գնում, ոչ թե չեմ ուզում, որովհետև անգյալ եմ։ Այս պարագայում որպեսզի ընտեղ գնա A-ի մոտ, եթե չի ուզում B-ի մոտ եւ այլն եւ այս ընդրազանգվածը որը մեր ժողովրդի մասին է խոսքը քաղաքացու որը շատ է մտահոգ Հայաստանի Հանրապետության պետության կայացմամբ եւ որը 20 թվի այդ աղետից հետո համառորեն կանգնել է պետության թիկունք հանկարծ ուրիշ տեղ չգնա կամ пассив չլինի դրա համար մի քանի կենտրոններ են պետք բարձր որ առաջին առաժմյան այսօրվա տվյալներում ԿՊՆ Սա պարզ է, այսօրվա տվյալներով։ Վաղը ինչ կլինի կտեսնենք, բայց ի՞նչն է հարցը։ Այստեղ քանի որ նրանք շատ են ակտիվացել, ագրեսիվ են, տեսեք, եւ ունեն միջազգային աջակցություն, որ Ռուսաստանն է։ Տեսեք Սալավյովը հանկարծ քաղաքական գործընթացը խառնում է իրար մի բառով։ Մարիա Զախարովան մի հայտարարությունով Հայաստանը ոտի է հանում, չի հանում եւ այլն։ Ուրեմն ազդեցությունները մեծ է, իրենք էլ բարձր կորցնելու շատ բան ունեն։ Ռևանշիստները սեփականություն, դատարան, այս բոլորը նայեցեք, որ ճանաչում ենք, ասենք ֆիզիկապես եթե չենք ճանաչում, գիտենք ով։ Ուրեմն սրանք ակտիվ են լինելու, սրանք ոչ մեկին չեն զիջելու։ Ես ենթադրում եմ, որ նաև նրանք, ովքեր ժամանակին հեղափոխություն, այդ նախկին իշխանություններից անցան նորերի մեջ, կամ չէ, սրանք չեն զիջելու, դիտելու են դավաճաններ, առաջինը սրանց պատժելու են, իրենց ընկերներին նախկին, սրանք կարող է մեղմ լինեն նրանց հանդեպ, բայց ուրեմն սա օրինաչափության նման դրսևորվել աշխարհի տարբեր երկրներում եւ այլն, մերում լինելու է դա այդպես։ Հիմա մնացածը այսպես է, հարցը այսպես է, ենթադրենք, բարձր որ ԿՊ-ն պիտի ուզենա, որ 51% հաղթարի որակյալ մեծամասնություն գազმեն կամ բացարձակ մեծամասնություն, չպիտի ձգտի, բայց ձգտելը մի բան է, ստանալը մի այլ բան է, այս ակտիվացման պայմանը շատ հնարավոր է, ենթադրենք 43% հավաքի մնացածներից առաջինը 30, թիվ եմ ասում, այս կոնկրետ հաշիվ չի։ Գյումրի օրինակը մոտավորապես, պարոն Շիրյան։ Գյումրին վաղաշաբաթի օրինակը, որտեղ այնտեղ այն քրեակ բաները մի քիչ ուրիշ բաներ եղան, էլի։ Մոդելը վերցնենք վաղաշաբաթի ընտրությունները։ Առաջի տեղ կլինի, բայց կառավարություն կազմել չի կարող։ Մի փոքր կուսակցություն կլինի, 3, ասենք 5%-ով մի տոկոս, էլի մեծամասնություն չի կազմի։ Այսինքն կառավարություն կազմել սահմանադրորեն այլևս հնարավոր չի, եթե հնարավոր չի, ավտոմատ առաջանում է խորհրդարանական ճգնաժամ, դա այդպես է գոյ։ Խորհրդարանական ճգնաժամը երկիրը կանգնեցնում է պրոբլեմի առաջ, նա պիտի ունենա դաշնակից կուսակցություններ, որոնք կուզեն չեն ուզի իրավիճակի մեջ անպայման տեր կկանգնեն քվեին եւ պետականության, այսինքն կառաջանա կոալիցիոն կառավարություն։ Եթե չէ, ուրեմն ընտրությունները նախաշեմը ունեն իրենց այդ բանով, այլևս կգնաք խորհրդարանական ընտրություններ, դուք պատկերացրեք
պայմանական նման հաջողությունից հետո ռևանշիզմը հաջորդը ինչպես կգրոհի, չէ՞, ուրեմն բարթանում է վիճակը։ Դրա համար այստեղ այսպիսի համագործակցություն է պետք։ Եկեք ժամանակ դեռ կա ընտրություններից առաջ մենք այդ դե սկզբից եմ ասում, որ հիմիկվանից խելքներ գլուխներ հավաքեն, որովհետև մի բան կա, նկատելի է մեծամտությամբ մի բան կա արդեն։ Մենք այդ մասին դեռ խոսենք քննարկենք ու քաղաքականի մասին է խոսքը, ուզում եմ ասել էս կան։ Այս մաս էս կան։ Հիմա դուք ասում եք, տեսեք, Ռուսաստանից աջակցություն ունեն այս ուժերը, իրենք թալանի, իրենց գողոնի համար են վերադառնալու, որ պաշտպանեն։ Սեփականության ասեցի, սեփականաշնորհել են։ Սեփականության։ Լավ, հիմա ինչքան էլ որ գիտեմ, ձեզ համար տհաճ են Արաք Կարապետյանին մեկնաբանելը, բայց հետաքրքիր բան է ասում է մեր վարչապետի տեխնացուն, նաև քննադատելով վարչապետին եւ վերջին շրջանում այդ պարգևավճարները, ասում է ոչ միայն պարգևավճար չի ստանալու, այլ գալու է եւ աշխատավարձ չի ստանալու, ստանալու է 1 դրամ։ Հիմա պարոն Շիրյան, չգիտեմ անգամ ինչ հարց ձևակերպեմ, բայց ստացվում է այս մարդիկ քաղաքագիտական գիտելիքներից բացի նաև բաց մաթեմատիկական գիտելիքներ չգիտեն։ Ձեր աշխատող վարչապետ պետք չի։ Կամավորական բարեգործական։ Կամավորական օլիգարխել պետք չի։ Մենք տեսել ենք ինչ է կատարվում։ Ուրիշ բան է, որ այս պարգևավճար աշխատավարձ եւ այլն պետք է շատ ռացիոնալ, կազմակերպված, հաշվարկված լինի, որ ատ չմտցնեն։ Հասկանում եք ոնց է։ Մեր ինչին է պետք որ մի դրամանոց, դուք պատկերացնում եք մի դրամանոց վարչապետում է պետք։ Այդ այն դեպքն է, որ կներեք պետք է ասեմ, հա, դա այն մի դեպք կա, էլի, ասում եք կեսով հեղի չեն լինում, կեսը չբեր։ Հիմա եթե վարչապետը պետք է աշխատավարձ ունենա, պետական ապահովություն ունենա, բայց դա պետք է եւ ռացիոնալ լինի։ Մեզ այդպեսի մենք տեսել ենք մեր պատմության ընթացքում էլ եղել բոլշևիկներն 1921 թվին եկան այդպիսի բաներով, բայց Լենինը հետո հրամայել էր իր կողմնագիցներին գաղտնի մատակարարել ամեն ինչ սնունդ, ուտելիք եւ այլն եւ այլն։ Պաշտոնյան, բայց տեսականորեն էլ դա հնարավոր չի։ Նման պրակտիկա աշխատում հիմա մարդը կաշխատի, փող չի ստանա, չունեն, Հայաստանի Հանրապետության գիտությունների դոկտոր պրոֆեսոր չի որ ուրեմն հա բան անի օրվա հոգսերը կարողանա հոգալ եւ այլն այսինքն օլիգարխ են չէ ինքը իրեն նկատի ունի ժողովրդի այս պոպուլիզմ է կոչում ժողովրդին խոսք է տալիս բայց իրենք քանի որ սրանք մեր երկրի կյանքից կտրված են ըստ էության հաջորդի կյանքի հետ կապ չունեն են Ռուսաստանի փողեր բաներ մեր ժողովուրդը քանի գետով է անցել այս փորձերով Լևոն Տեր-Պետրոսյանի ֆոկուսներն է տեսել Քոչարյանի ընտրություններն է տեսել եւ ընտրություն ճնշերը Սերժի Դոգոս խփելն է տեսել Արցախյան պատերազմը տեսել այդքանից հետո հայ ժողովուրդը ինչ ով կհավատ 1 դրամի դիմաց աշխատող ես ասում եմ մի դրամանոց վարչապետը ում է պետք Քանի կոպեկ արժինքը լումա Հետաքրքիր թե ով է լինելու իրենց վարչապետի տեխնացուն, որ նման պայմաններով գնա։ Դե չէ, ով է լինի մեկ է, դա պոպուլիզմ է, այդպիսի բան չի կարող լինել։ Պարլամենտը չի կարող նման բան թույլ տալ, որովհետև դա ուրիշ տեղեր կտանի։ Մի բան կար Շվեդիայի ուրեմն վարչապետը Պալմեն։ Այլա թող անեն, իր դնից գնում էր կառավարություն Շվեդիայում, բանին, աշխատանքի քայլելով էր գնում ուրեմն որտեղ հրապարակ կար իր տան եւ կառավարության շենքի մեջտեղ հրապարակ կար իրեն հրապարակ կենտրոնում գնդակարեցին այդպես բայց նա շվեդյան էր էլի նա իսկապես ափսոսում էր պետության բենզինը իր վրա ծախսեր որտեղ տունը կողքն էր Պարոն Շիրյան, շատ կարճ անդրադառնանք նաև Սոլովյովի եւ Զախարովայի հայտարարություններին, քանի որ դուք մեջ բերեցիք արդեն։ Տեսեք, Զախարովան օրերս հայտարարեց, որ դա պարզապես ազատ անկախ լրագրողի կարծիք էր եւ դրա համար չարժեր այդքան մեծ աղմուկ ստեղծել։ Լրագրողի տեսակետ է, դա ինչ կապ ունի պետական մոտեցման հետ, եւ հետո գիտեք, Հայաստանում էլ ԱԳՆ էր կանչվել իրենց դեսպանը, բողոքի նոտա էր հղվել։ Հիմա հասկանանք, սա պարզապես անկախ լրագրողի կարծիք է։ Ինչպես Զախարովան է պնդում եւ այդ անկախ լրագրողի ճակերտավոր ասած կարծիքի տակ ինչ էր դրված Տեսեք ինչ կա մենք պետք է որպես պատասխան ունենանք պետք է իմանանք
Ռուսաստանը ինչ ռեժիմ է, ինչ վարչակարգ է, ավտորիտար վարչակարգում ժողովրդավարական արտահայտություն չի կարող լինել այդ մակարդակով։ Այսինքն դա հրահրված է, կազմակերպված է։ Ինչու հրաժարվեցին, ինչու ինքը հանդես եկավ բացատրությունով, նախ Ռուսաստանի միջազգային դրությունն է վատ այս օրերին, այդ նավթի բանի, երկրորդը Հայաստանից այս անգամ զարմանալի հակադարձումը շատ ուժեղ եղավ եւ նահանջեցին։ Ինքը ստիպված արդարացրեցին, ինչը որ չպիտի արդարացներ, բայց սա ընդհանուր։ Պատասխանը համաժեք էր հայկական կողմից, այսինքն ըստ ձեզ։ Ну, ասենք այդպես, որովհետեւ տարերի ընթացքում հայություն ռուսներին երբեք չի պատասխանել։ Նաեւ սովորեցրել են, որ իրենք կարող են ինչ էլ այն հիշում եք, որ բանը այն Կիսելյովը չէր, բանով Մերսեդեսով էր, ձիով էր, ինչով էր, ազգային ժողով մտավ։ Այդպեսի դեպք է եղել։ Հանրապետականները ձեն են անել, այն ժամանակ ես եմ հարցազրույց տվել, թե սա ով է, ինչ իրավունքով է ազգային ժողով մտել Ռուսաստանի լրատվության, ես իմ ինչ։ Պարզ է, ուրեմն սովոր են։ Հիմա սա մի ման է adekvat եղավ, համարժեք եղավ, քիչ շատ եղավ պատասխան եւ վերլուծական, բայց երկրորդ մասը կա։ Այ Սալավյովների նման հայտարարություններով նրանք ղեկավարում են Հայաստանի ներքաղաքական կյանքը, կոնֆլիկտը։ Ինձ թվում է նա օգնության հասցավ ուրեմն Կարեկին, ուրեմն կաթողիկոս կոչվածին, որովհետև 50 է առաջացել, ոչ գնում է, ոչ էլ կարողանում է։ Ոնց որ թե իշխանության երկրորդ կենտրոն են առաջացնում, քանի որ սկսեցին քահանաներ, հոգևոր դասը սկսեց տեղաշարժվել եւ այլն, ինձ թվում է շատ արագ բորբոքելու համար օգնություն կազմակերպելու ձև է դա։ Այսինքն կոնֆլիկտ են կառավարում, դրսից կոնֆլիկտը կառավարում է եւ եթե նայում եք պատերազմից հետո ինչ է Հայաստանում Հայաստանի ներքաղաքական կյանքը ըստ էության կազմակերպվում է Մոսկվայի հայտարարություններով։ Մի բան է ասում, բորբոքվում են, մեկը պաշտպանում է, մեկը հրաժարվում է եւ Արցախյան շարժման ժամանակ էլ նման բան կար։ Հանկիստ վիճակ էր, այնտեղ Արցախն ինչ-որ բաներ, մեկ էլ Պրավդա թերթը հակահայ մի բան էր գրում։ Հիմա ով գիտի, ամբողջ Հայաստանի աշխատավորությունը ոտի էր կանգնում, նույնիսկ Ջավախքից էլ մեն ոտո միտինգ էին գալիս։ Եվ ինչ էր լինում, ամբողջ կյանքը կազմակերպվում էր մի հոդվածով։ Պրավդա թերթի, այս նույն Պրավդա թերթի մեթոդներն է սրանք։ Այսինքն հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ կարող եք այդպես ասեք, դա է դրա շղթայի մեջ է, հիբրիդային ասեք, ինչ կուզեք ասեք։ Այսինքն Հայաստանը չեն թողում հանգիստ ապրի։ Հայաստանը իր օրակարգով չի ապրում։ Զախարովանեսը մի բան կասի, վայ կսկսվի Վանաձորից կանցնի Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլից Զանգեզուր, այստեղ էլ ազգային ժողով կսկսվի M1 եւ այլն եւ ռուսական սեգմենտը կսկսի պաշտպանել սա դեկասի պատկերացնում մեկ դե բան չկա, ինչի եւ այլն, ինչ որ անում են։ Եվ վերջում կուզենամ խոսենք նաև թրիփի մասով, պարոն Շինյան, դուք գիտեք, որ Ռուսաստանը որքան էլ որ հայկական կողմից այդպիսի առաջարկ եղել է, որ հայկական կողմը որևէ սահմանափակում չի դնում դրանում կարող է մասնակցություն ունենալ, օրինակ նաև Ռուսաստանը, ռուսական կողմից մենք հակառակ հայտարարություններն ենք լսում, դրանք սահմանապահների մասին հիշեցումներ են, ԵԱՏՄ-ում լինելու հիշեցումներ են, դրանք ինչ որ իմաստով Հարավկովկասյան երկաթուղու բաժնետեր լինելու մասին սպառնալիքներ եւ հիշեցումներ են եւ տեսեք, վարչապետը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր, որ Ռուսաստանը կարող է մասնակցություն ունենալ այն կերպ, որ Ադրբեջան-Հայաստան եւ Թուրքիա-Հայաստան երկաթուղու այն հատվածները, որոնք Հարավկովկասյան երկաթուղուն են պատկանում, կարող է վերականգնել։ Հիմա Զատուլինն է Պարտավոր է վերականգնել։ Պարտավոր է։ Վարչապետի առաջարկը այն տրամաբանության մեջ էր, որ եթե Ռուսաստանը չվերականգնի, արդեն նոր Հայաստանը ստիպված կլինի վերականգնել։ Հիմա Զատուլինն ասում է, Հայաստանը մեզ ուզում է ներքաշել մի խաղի մեջ, որ եթե վաղը ինչ-որ մի բան այն չգնա Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, սլաքները կրկին ուղեն Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի վրա, ինչպես դա արեցին Արցախում, եթե ուղիղ մեջ բերեմ Զատուլինի խոսքերը, ասում է Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանին ներքաշել այս աշխատանքի մեջ, որպեսզի հետո կարողանա ամենուրեք ասել, որ Ռուսաստանն ինքն է դրանում մասնակցում։ Կոպիտ ասած, նա սլաքները կուղի Ռուսաստանի վրա մոտավորապես նույնն է, ինչ պատահեց մեր խաղապահ զորախմբի հետ, որին սկզբում հրավիրեցին Ղարաբաղ,
Ղարաբաղ, իսկ հետո գործնականում անտեսեցին նրա ներկայությունը, այսինքն հայկական կողմը անտեսել է խաղաղապահների։ Ուրեմն Զատուլինն ինչ է անում։ Նախ կասկած է առաջացնում լինել չլինելուն, հետո ինչ հետո։ Երկրորդ իշքան ես գիտեմ, այստեղ ռուսները ընդհանրապես մասնակցել չեն կարող։ Ամերիկան չի ուզում, Ադրբեջանը չի ուզում, Հայաստանը չի ուզում, երեքն էլ չեն ուզի։ Դա ինչպես կարող է մտնել Ռուսաստանը տրիպի այդ բանաձևերի մեջ։ Բայց Ռուսաստանը հետաքրքրված չի ստացվում։ Բայց իրենք ինչ են անում, այն հայտնի խոսքը կա, չէ, ասում է դռնից ես դուրս գցում, պատուհանից է ներս մտնում, պատուհանից ես դուրս գցում, դռնով է հետ գալիս։ Իրենք չեն ուզում այս ամբողջը, որ նորմալ գնա եւ իրենք մեջն են ուզում լինեն, որ տաղտորեն, ուրիշ բան չկա։ Եվ այդ հետաքրքրվածությունը։ Եվ դա Զատուլինն էլ դա է անում, տեսեք, ասում է, որ հետո, ասենք կասկած է, ինչ հետո։ Մենք երեք տեսանք, ըստ մեր չէ, արտգործնախարարը եւ շատ հանկից գործընթացը գնում է եւ Հայաստանը ռազմաչասեմ տեխնոլոգիական աջակցություն ստանալու է տնտեսական եւ այն հաստատ է։ Ինչ հետո։ Այդ հետոն նշանակում է մարդկանց, ասում են, դե գիտեք, կարող է չլինի, կարող է լինի, չէ, կասկած է գցում։ Մնացածը իր համար կարևոր չի։ Իսկ Ռուսաստանը շահագրգռված է առհասարակ պարոն Շիրինյան այդ Իջևան, Ղազախ եւ Գյումրի Կարս երկաթուղու կառուցմամբ։ Ռուսաստանը չի ուզում Հայաստանի պետության կայացում ու վերջ։ Այստեղ վերջակետ պիտի դնելու վերջ։ Հասկացա, այսինքն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները ապա շրջափակում եւս Ռուսաստանի շահերից կամ հետաքրքրություններից։ Բա դա Արցախյան պատերազմը ես սարքեցի, թե ինքը Ալիևին ես եմ զինել, թե ինքը Արցախահայության տեղանությունը ես թույլ տվի, թե իրենք Գալատամորը ռուսներն արին, թե չէ։ Այդ իրենց խաղապահներն ինչով են զբաղված։ Գնացեք կապանք իմանաք։ Բան Գորիս ինչով էին զբաղված եղել այդ ընթացքում եւ ադրբեջանցիներին ով թույլ տվեց, որ իրենք կարողանան փակեն այդ ամբողջը։ Գալատամոր բառը ռուսերեն է, Գոլոդոմոր, Հոլոդամոր, բաները շատ լավ գիտեն ուկրաինացիները։ Դա ուրիշ ես չգիտեմ, ուրիշ ժողովուրդների լեքսիկոնում կա թե չկա։ Սովահարություն։ Այնպես որ, այսինքն ինչ Ռուսաստանը։ Դե ասում է դուք հրավիրել եք խաղապահներին։ Ով է հրավիրել, պատերազմո կողմին իրենք ըստ եթե հրավիրելու մասին խոսք կա, մենք հապկի անդամ պետություն էինք, չէ՞։ Այն ժամանակ լիարժեք։ Իրենք պետք է առանց հարցնելու պայմանագրի կետերը կատերով իջնեին եւ Ադրբեջանի դեմ կռվեին մեր կողմից։ Առանց մտածելու, առանց ասելու, պայմանագիրը կար, չէ՞, արել է։ Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության մասով է։ Հա, բայց մեր սահմանների վրա են հարցակվում, չէ՞։ Մեր սահմանների վրա չէր հարցակվում Ադրբեջանը։ Հենց պատերազմի առաջին օրը ես հիշում եմ, որովհետև Աբովյանի ուղղությամբ ադրբեջանական դրոններ արձակվեցին, առաջին թե երկրորդ օրը։ Իրենց հոպի ինչ էր անում, մենք դա պայմանագրի մեջ էինք, չէ՞։ Այդպես է թե չէ։ Հիմա այստեղ ինչ ասենք, հարև կա թե չկա։ Իրենք ուզում են, հիմա մենակ մի բան կա, ռուսների հետ երևի մենք պետք է պարզ խոսենք։ Շատ պարզ, այո, մենք Ռուսաստանի հետ համագործակցության ընդհանրապես դեմ չենք։ Օրինակ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը փորաբերությունների, բայց ինչ ձևով, այնպես ինչպես ասենք, մենք դեմ չենք լինի, չենք կարող լինենք, եթե Անգոլայի հետ մենք հարաբերություններ պիտի ունենանք, չէ՞։ Իր տոկոսը շատ բարձր է մեր հարաբերությունը։ Իրենքը պիտի իջնի, ինչպես որ իջել է, ենթադրենք 30%, պայմանական բան եմ ասում, Ամերիկայինը պետք է 70 բարձրանա, Ֆրանսիայինը 60, որովհետեւ բալանս առաջանա, հավասարակշռվի այդ բոլորը։ Եվ եթե մենք որտեղ նաև Ռուսաստանում ունենք 100,000 միլիոնավոր իրենց որ ասեն 300 միլիոն հայ կա Ռուսաստանում, դեռ այդքան բնակիչ չկա, շատ կա, չէ՞, եւ հազար մի հարցեր կան։ Եթե ինքը լինում է այնպիսի պետություն, ինչպիսին բարյացակամ տնտեսական եւ այն փոխհարաբերություններ, եւ դադարում է հայ ժողովրդի կյանքը ուտելուց, իր լեզվով, դպրոցներով եւ անընդհատ միջամտելով, անընդհատ, այն կեսուր լինի ոնց որ։ Այն հարցի վրա գիշեր ցերեկ խոսում է։ Պարոն Շիրինյան, խոսենք։ Սխալ եմ ասում։ Չէ, լավ համեմատություն է։ Հա, բա որովհետեւ Զատուլինին դրա համար եմ պատմում։ Շատ հարցներ հիմա իրենց լավ կզգան, պարոն Շիրինյան, այս համեմատությունից։ Կեսուրներն են առաջ են հարցերել։
Պարոն Շիրինյան, խոսենք նաև դրական վերջին Բայց նորմալ է, հարաբերությունները կանոնավորվելու են, ինչ էլ լինի, հա։ Վերջին իրողություններից էլ խոսենք, պարոն Շիրինյան, Ադրբեջանը 4 գերիների վերադարձրեց, գիտեք դրանից առաջ 2 սիրիացի ահաբեկիչներ Թուրքիայի միջոցով հանձնվեցին Սիրիային, այստեղ էլի քննադատություններ, կարծես սա այն հարցն էր, որ շահարկումներ եւ քննադատություններ այս հարցի շուրջ չպիտի լինեին, շատ հումանիտար բոլորի կողմից սպասված հարցեր եւ այս վերադարձներ սպասված, բայց տեսեք, շատերը սա որակեցին անգամ անբարոյական գործարք, որ 2 սիրիացիների դիմաց 4 հայ գերիներ են ստանում եւ կամ փոխանակում։ Ընդհանուր առմամբ վարչապետն արձագանքել է եւ ասել է, որ մեկը մյուսի հետ գործընթացը կապ չունի։ Բայց դուք ինչ եք կարծում, պարոն Շիրինյան, արդյոք կարեւոր էր այս քայլը 4 գերիների վերադարձը եւ սա արդյոք դիտարկենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության համատեքստում։ Տեսակ ինչ կա։ Ընդհանրապես մենք մի բան հայերս պետք է մեր ակաջներին օղանենք եւ անփոփոխ։ Պատերազմում պարտվել չի կարելի։ Հա, այն է ջախջախվել։ Պատերազմում օտարի շահեր չի կարելի պաշտպանել սեփական։ Ուրեմն եթե պատերազմ պարտվում եք, օտարի շահեր եք պաշտպանում եւ այլն, ունենում եք գերիներ, որոնց ուժեղները չեն տալիս։ Այդ ուժեղեն չեն տալիս։ Այն հայկական խոսքը, չէ՞, ասում է շեֆը ես եմ, բանը լոբին խաշած եմ ցանում։ Ինքն է։ Հիմա չի կարելի պարտվել, քանի որ պարտվել ենք, քանի որ մտել ենք այս գործընթացների մեջ, մենք գերիների բարագայով ունենք 2 հատված։ Մեկը 8 հոգին է, որոնց ռուսներն են հանձնել Ադրբեջանին, այն որ ասում են ռազմաքաղաքական ղեկավարություն, որոնք կամավոր գնացել հանձնվել են։ 8-ը հանում ենք, մնացածը մեր տղաներն են, մեր բանակայիններ կամ այս կամ այն կերպ գերի են, չէ, դրանք ուրիշ են, այս 2 ուրիշ որակ են։ Ես միտեղ տեսա, որ ես այդքան չգիտեմ, ուրեմն, ասում եմ պետք է Ռուբեն Վարդանյանին կանչեին, բերեին, այդ որ համարժեք լիներ, երևի այդ նշանակում է ինչ, այդ լրատվամիջոցը նրա փողերով է երևի աշխատում, ասողը եւ այլն։ Հիմա մեզ համար, հիմա Հայաստանի իշխանությունները, մեր բարեկամները եւ այլն կարողացել են 4 հոգու բերել։ Մենք չենք հաղթել, որ բոլորին բերենք։ Եվ այլն, այդ ճնշումներն չենք կարող գործադրել, այն 8-ը Պուտինը տվել է, Պուտինը կբերի։ Մի օր Զատուլինը մի օր կբերի։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, սա բոլորովին եւ պետք է ինչ ասեմ, աչքալույս ասենք մարդկանց, որտեղ սա տառաբանքի վերածվեց, այդ ամենը շատ բան է խոսել դեպի եւ այլն։ Հիմա կարողացել են նրանք, ովքեր բերել են, 4-ին բերել, որտեղ մենք պարտված կողմ ենք, չէ՞։ Հիմա բայց գործընթացը ամեն դեպքում տեղի չհասնում։ Ես հիշում եմ, որ Թրամփն ասաց, որ ես այդ հարցում կօգնեմ։ Հիմա Ադրբեջանը ինչ է անում։ Ադրբեջանը այս 2 հատվածները օգտագործում էր Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Զանգեզուրի միջանցք էր ուզում, սահմաններ եւ այլն։ Հիմա տեսավ Թրամփի այդ ուղին բոլորը ջրեց։ Ոչ Զանգեզուրի միջանցք է լինելու, իրենք էլ ինձ թվում է այս առաջիկայում սահմաններից դուրս են գալու, այստեն քարտեզի, որը ցույց են տալիս Ալմատի եղավ։ Հիմա այս պայմաններում նա ուզում է, ոնց ասեմ, իր օգուտը մարդկային չի բան, մինչև վերջ չստանա, ինչ կան հնարավոր է ստանա։ Այդ բարակայում է տան է անում։ Դե վարչապետն էլ ինչ ասեց, ես այդքան իրազեկ չեմ այդ հարցին, այդ ահաբեկիչներին տվել են, որովհետեւ նաև Սիրիայում եւ այլն այդ հարցեր կան։ Չեմ ուզում ծավալվել, որտեղ մեկ-մեկ էս ելույթներ իրենք բացական տեր են ունենում այս հարցերում, էլի։ Հիմա ոնց բերել են, Փառք Աստծո, այսպես ասենք, եթե կարողանան մեր բոլոր գերիներին, ռազմագերիներին եւ պահվող անձանց հետ բերեն, թողելի բերեն, եթե այստեղ Հայաստանում կա 15 ահաբեկիչ, թող տան, ինչ են անելու, պահում են, ինչ անեն։ Եթե դրանով կարող են բերել, այնպես որ մնացածը չեմ հասկանում այդ աղմուկի իմաստը, բայց միտեղ այդ աչքս ընկա, որ այ Ռուբեն Վարդանյանին պիտի բերեին։ Ռուբեն Վարդանյանին Պուտինն է տվել, իրենից ուզեք։ Իսկապես եմ ասում։ Այն մարդկանց նրանք չէ ռուսական խաղապահ զորքի հետ է իրենց ալիշ-վերիշը։ Սա նրա հետ կապ չունի, այնպես որ ցանկանանք, որ հիմա Ալիևի համար էլ, երբ որ տեսնում ես Թրամփի
ուղին այս գործընթացը գնում է Թուրքիայի հետ հարաբերությունները, անիմաստ է դառնում գերիներին պահելը, որտեղ եթե առաջ ասում էր սրանք ներխուժել են, ինչ որ խոսում էր մեր պետը, հիմա ասելիք չունի։ Հիմա իրեն ինչ է պետք, Ալիևին պետք է այն ձեռքը, որ ցույց է տար, դա դառնա խաղաղության աղավնու ձեռք, ինքն էլ այդ է անում։ Քաղաքականությունը բարդ արվեստ է, ամեն մարդու խելքի բանը չի եւ ինչ ասեմ, մենք ուղղակի պիտի սովորենք մի բան, պարտվել չի կարելի։ Մինչև 1955 թիվը Գերմանիայից միլիոնավոր գերիներ կային սովետական միությունում, ֆելդմարշալներով, բաներով։ Ռուսները մատի վրա են գերմանացիներին խաղացնում, գերիներին չէին հետ տալիս, պահել էին այս կարծեմ Երևանում էլ բաներ կան կառուցված, այն կամուժներ եւ ան գերմանացի գերիներն են կառուցել։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, սա այս պրակտիկա է, էլի գերիներ պահել, չպահել, բայց հիմա իհարկե նրան պետք է որ շատ արագ նաև հիմա գերիների հաշվին դառնա խաղաղության աղավնիկն է դառնում է։ Հիմա ես էլ առաջարկում եմ շուտ դառը մեր մյուս տղաներին ուղարկի գա էլի, դա մարդիկ տուն գան էլի։ Շնորհակալ եմ պարոն Շիրինյան։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։ Կհանդիպենք։